Սիրելի հեռուստադիտողներ, տաղավարում ինձ է միացել բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։ Բարև ձեզ, շնորհակալ ենք մեզ միանալու համար։ Պարոն Ապիկյան, թերևս խոսենք հայ-ռուսական գելարված հարաբերություններից, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նման գելարում, նման լարվածություն դեռևս հանդիպած չենք եղել պատմության մեջ, հստակ Ռուսաստանից հնչում է, որ Հայաստանը պետք է արագ կողմնորոշվի, ԵՄ թե ԵԱՏՄ եւ հստակ ամենաբարձր մակարդակով է դա հնչում։ Ըստ ձեզ, դուք լինելով այս ոլորտում, ինչ եք կարծում, ինչպիսի դժվարությունների տնտեսական առումով կբախվի Հայաստանը, եթե վերջի վերջո դուրս գա ԵԱՏՄ-ից։ Դե տեսեք, նախ որպես ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը բազմաթիվ պրիվիլեգիաներ ունի, այսինքն բազմաթիվ հնարավորություններ ունի այդ շուկան, մեծ շուկան, որը ոչ միայն Ռուսաստանին է, նաև մնացած 4 պետություններին է, անխոչնդոտ կարելի ասել մուտք գործելու, չվճարելով մաքսային թուրքեր եւ այլն, այսինքն դա խոսքը գնում է մոտ 200 միլիոնանոց շուկայի մասին, մարդաքանակով։ Իհարկե դա մեր համար հսկայական հնարավորություն է եւ Հայաստանը այս վերջի տարիներին մեծապես շահել է այդ ԵԱՏՄ անդամակցությունից, եթե նայենք նույնիսկ վիճակագրությանը, կտեսնենք ոնց է տարեցտարի աճում արտահանում Հայաստանից դեպի այդ պետություններ։ Ռուսաստանը իհարկե ամենամեծ սպառողն է հայկական արտադրության եւ առաջերտին գյուղտնտեսական արտադրության եւ դրա ասոցիալներից, այսինքն եթե մենք նայենք այդ ինչ ենք մենք արտահանում Ռուսաստան, այսօր առաջին հերթին դա գինիներն են, կոնյակներն են, ալկոհոլային խմիչներն են, դա ամենամեծ ծավալով ամենամեծ մեր արտահանումն է, բայց երկրորդ տեղով գալիս է հենց անմիջապես գյուղտնտեսական ապրանքը միրգ բանջարեղենը, որից շահում է մեր գյուղը, մեր գյուղացին, որովհետև այսօր մենք եթե այդ հնարավորություններից զրկվենք, մենք շատ լուրջ խնդրի առջև կանգնենք, որտեղ պետք է սպառվի այդ ամբողջ ապրանքը, որը մենք արտադրում ենք, Տեսեք, ներողություն եմ խնդրում, դեռևս ամբողջությամբ խոսք չկա, որ դուրս ենք եկել ԵԱՏՄ-ից, բայց արդեն տնտեսական որոշակի սահմանափակումներ կան եւ գյուղացին իր մաշկի վրա այդ ամեն ինչը զգում է, այս համատեքստում էլ խոսենք, գյուղացին զգում է, պետությանը վնաս է, այս չկա այլ ընտրանք ԵԱՏՄ-ին, բայց եւ ասում են, որ դուրս գալու մտադրություններ չունենք, սա ինչպես կբացատրեք։ Ну, տեսեք, ինչպես ասում են, կիսատ հղի լինել չի կարելի, այսինքն պետք է մենք վերջը որպես պետություն մենք պետք է կողմնորոշվենք, այսինքն մենք չենք կարող միաժամանակ ուրեմն լինել եւ ԵԱՏՄ-ում եւ հայտարարել նրա մասին եւ օրենքներ ընդունել, որ մենք գնում ենք դեպի Եվրամիություն։ Նախ առաջերտին դա հակասում է ընդհանրապես այդ Եվրասիական տնտեսական միության գաղափարին, որովհետեւ Եվրոմիության ստանդարտները ու ԵԱՏՄ-ի ստանդարտները կտրուկ տարբերվում են իրարից։ Դու չես կարող լինես երկու տեղում էլ միաժամանակ, դա հնարավոր չի։ Երկրորդ, ինչ որ ասում է վարչապետը, ինքը հետևյալ արտահայտությունն է անում, որը ընդհանրապես իմ մոտ նախ մեծ զարմանք է առաջացնում, ոնց կարելի է ընդհանրապես նենց բան մտածել։ Ինքը ասում է, երբ որ ժամանակը կգա, մենք կորոշենք։ Գիտեք, դա ինձ մի հատ փորձեմ վերեմ մեր մարդկային հարաբերությունների դաշտ, դա նույնն է, ինչ որ օրինակ երկու մարդ իրար հետ ամուսնացած լինեն, բայց մեկը մյուսի աչքերի առջև սկսի ֆլիրտ անել ինչ որ մի երրորդ մարդու հետ, կին կամ տղամարդին մա չեմ կապ չունի դա։ Ու ամուսին իրեն ասում է, լսի, մենք ամուսնացած ենք, էլի, մի հատ ասում ենք, ես կարգի հրավերի, ու դրանի պատասխան մարդը ասի, գիտես ինչ, երբ որ ես քեզանից լավը կգտնեմ, ես այդ ժամանակ կորոշեմ, ես քո հետ եմ մնում, թե գնում եմ իրանից։ Դա ոչ միայն անբարոյական է, եթե խոսքը վերաբերում մարդկային հարաբերությունների մասին, դա նաև յուրաքանչյուր մարդ, եթե դա պրոյեկցիա անի իր վրա, կհասկանա, որ դա ընդհանրապես չի կարող այդպես բան լինի, այսինքն դու չես կարող միաժամանակ եւ ամուսնացած լինես միտեղ, մյուս կողմից էլ ուրեմն ֆրֆրաս ու ուրեմն ավելի լավին փնտրես, ընթացքում յուրաքանչյուր մարդ ուրեմն կասի կողմնորոշվի կամ գնա, Հիմա ռուսները մեզ ասում են նույնը։ Ռուսները չէ, ԵԱՏՄ-ն է ասում, որովհետեւ երեկվա հայտարարությունը դա 4 պետությունների նախագահների հայտարարությունն է եղել, դա Պուտինը չի ասել։ Պուտինը ասել է Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ապրիլին, որ պետք է Հայաստանը պետք է կողմնորոշվի, բայց 4 մնացած հանրապետությունները, պետությունները իրենք ասում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի։
Եվ իրանք շեշտում են, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի ոչ թե Հայաստանի իշխանությունները, այլ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի վերջը, ոչ թե Փաշինյանը։ Եվ դա շատ հստակ մեսիջ է։ Շատ հստակ մեսիջ է, կամ մենք ուրեմն շարունակում ենք լիարժեք մեր հարաբերությունները այս ամուսնության մեջ, կամ մենք պետք է գնանք։ Բայց եթե գնում ես, կներես դու կստանաս ուրեմն համապատասխան արդեն վերաբերմունք, որովհետև դու չես կարող օգտվելով պրեֆերենցիաներից այս միության միաժամանակ դրա հետ գնաս ուրիշ միություն։ Դա չի լինի ու դա շատ հստակ ասվել է եւ հիմա գործողությունների վրա դա մեզ ցույց են տալի կոնկրետ ինչ հետևանքներ է ունենալու։ Խոսենք նաև էներգակիրների թանկացման մասին, գազի հնարավոր թանկացման մասին է խոսք գնում, հասարակության մեջ արդեն որոշակի չափով խուճապ կա, անհանգստություն կա գազի հնարավոր թանկացման մասին, Փաշինյանը ասում է, թե մենք մեր սեփական գազը կունենանք, այլ նման մոդել իրատեսական է, թե սա ուղղակի քարոզչական ինչ-որ հնարք է։ Դու 100% քարոզչական հնարք է, որովհետև նախ բոլորը գիտեն, որ Հայաստանը գազ չունի։ Երկրորդ այն ինչ որ ասեց Փաշինյանը, ինքը նկատի ունի, որ մեր տարածքով կանցնեն այլ գազամուղեր, եկեք պարզ ասենք, որ երկրի գազամուղն է ինքը ուզում անցկացնի Հայաստանի տարածքով, մեր հարևան եւ իր բարեկամ պետության, որը ունի գազի պաշարներ։ Ինքը ուզում է, որ այդ գազը, այդ մեր տարածքով անցնի այդ գազամուղը Ադրբեջանից դեպի Թուրքիա կամ չգիտեմ ուր։ Ու մենք դրանից ստանանք որպես տրանզիտի վճար գազ։ Այո, այդպիսի մոդելներ կան։ Նույն Վրաստանն է տենց անում, Ուկրաինան էր իմիջիալոց, ու մինչ օրս Ուկրաինան ստանում է գազով ռուսական գազը, որը գնում է Եվրոպա, հա, բայց դա բավական չի, այդ ծավալները բավական չեն, որ դու մենակ այդ բանով կարողանաս գոյատևես այդ գազով։ Երկրորդը Ադրբեջանը չեմ կարծում, որ շատ է ցանկանում որ մենք բարեկեցիկ պետություն լինենք եւ ես կարծում եմ որ Ադրբեջանը մեզ եթե նույնիսկ գազ համաձայնվի վաճառել կվաճառի այսօրվա շուկայական գներով շուկայական գները այս պահին 3-ից 4 անգամ ավելի թանկ են քան Հայաստանը ստանում է Ռուսաստանից Նաև ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստան մուտք գործելու համար։ Մենք գիտենք, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնում են հիմնականում ոչ այնքան ապահով խավի մարդիկ, սա ինչպես կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական վրա, հա, մարդկանց տեսանկյունից ապրուստը միաժամանակ կթանկանա, մարդիկ աշխատանքի հնարավորություն չեն ունենա, երկիրն էլ մյուս կողմից չի ապահովում այն աշխատատեղերը, որ մարդը չգնա արտագնա աշխատանքի։ Շղթայական բոլոր այդ ոլորտներում մենք ունենալու ենք խնդիրներ, որովհետև եթե Ռուսաստանը սկսի իրոք մեր հանդեպ կիրառել սանկցիաներ, եկեք պարզ խոսենք, խոսքը գնում է սանկցիաների մասին, ապա բոլոր ոլորտները տուժելու են, եւ հումանիտար, եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական, բոլոր ոլորտներին հասցվելու է հարված։ Եվ իրոք տասնյակ հազարավոր հայեր ամեն տարի գնում են սեզոնային աշխատանքների, հա, խոպանի, այսպես կոչված։ Բնական է, որ եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, իրանք այդ պրեֆերենցիան կորցնելու են, որովհետև այսօր նրանք չունեն անհրաժեշտություն, այսինքն աշխատանքային շուկան իրանց համար բաց է։ Բայց ես չեմ բացառում, որ ավելի կոշտ սցենարով գործի Ռուսաստանը, ինչ ինքը արեց ժամանակին Վրաստանի դեպքում, Վրաստանի պարագայում, հա, 2008 թվականի պատերազմից հետո ռուս-վրացական բացի նրանց, որ շուկան փակեց, ինքը վիզա մցրեց վրացիների համար եւ վրացիները Ռուսաստան մեկնելու համար ստիպված էին վիզա ստանան։ Ես չեմ բացառում, որ այդ աստիճանի կարող է հարաբերությունները փչացնեն, որ մեզ ասեն, գիտեք ինչ, սրանից հետո Ռուսաստան գալուց գնաք վիզա կստանաք։ Իսկ դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ մենք կարելի ասել կորցնում ենք ընդհանրապես այդ հնարավորությունները Ռուսաստանում ապրելու, աշխատելու եւ այլն, այն մարդկանց, ով որ դրա ցանկությունը ունի, ու այսօր միակ ապրելու միջոցն է այդ մարդկանց համար։ Իրանք գնում են մի քանի ամիս Ռուսաստանում աշխատում են, մնացած մի քանի ամիսը Հայաստանում ապրում են այդ գումարով աշխատած։ Ինչ են անելու այդ մարդիկ, այնպես չի որ մեր երկիրը ասենց հսկայական տեմպերով զարգանում է ու աշխատատեղերը որ բացվում է։ Մենք այսօր ունենք լուրջ խնդիր, հա, աշխատատեղերի հետ։ Այնպես որ, ասենց ասեմ, ես ոչ մի լավ բան չեմ ակնկալում, եթե այս իրավիճակը շարունակի սրվել։ Իսկ Ռուսաստանում այն մեր հայրենակիցները, ովքեր ունեն բիզնես, իրենց ինչ կսպառնա այս դեպքում, տնտեսական առումով, սահմանափակումներ գուցե, ավելի շատ հարկեր։ Ես ասենց ասեմ, չէի ուզենա, որ դրան հասնի, բայց ես նորից իմ աչքերով սեփական տեսել եմ, ինչա տեղի ունեցել վրացիների հետ 2008 թվականին, ես այդ ժամանակ ապրում էի Ռուսաստանում։ Բոլոր տեսակի վրացական բիզնեսները ունեցան խնդիրներ։
դեպորտ էին անում հազարավոր վրացիների, այսինքն վրացական անձնագիր ունեցող մարդկանց։ Վրացիներին պատկանող ռեստորաններում, ստուգումներ եւ այլն։ Չեմ ուզում, որ դրան հասնի։ Իրոք հիմա ասում եմ ու հասկանում եմ, որ դա շատ վատ սցենար է, դա շատ վատ բան է, բայց ես դա տեսել եմ։ Դա եղել է ու դա ես ոչ մի բան չեմ բացառում, որ կարող է տեղի ունենա նաեւ հայերի հետ։ Տվյալ դեպքում մենք իհարկե Ռուսաստանի հետ չենք պատերազմում, հույսով եմ, որ չի հասնի դրան եւ այդպիսի մեթոդների Ռուսաստանը չի դիմի, բայց ասենց ասեմ, դրա անհրաժեշտություն էլ չի լինի։ Մեկ-երկու ինստրումենտով Ռուսաստանը կարող է շատ լուրջ խնդիրներ ստեղծի Հայաստանի համար եւ կարող է անհրաժեշտություն էլ չլինի ձեռ տալ Ռուսաստանի հայերին, ասենց ասեմ։ Տեսեք, ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը, այսպես ասած, ցանկալի երկրների շարքում է։ Հիմա եթե հայ-ռուսական հարաբերությունները վատթարանում են, տուրիզմը եւս տուժում է։ Եվ ռուս զբոսաշրջիկների ցանկալի վայրը, կարծես ասած, այդքան էլ ցանկալի չի դառնում, պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ եւ այսպես ասած ռուսական որոշակի ռուսաֆոբիայի, հա, այսպես բոլորս էլ գիտենք, որ խտրական վերաբերմունք որոշակի շրջանակների մոտ կա։ Տուրիզմը վատանում է, գումար չի գալիս Հայաստան այս ոլորտից։ Այս մասով ինչ կասեք։ Այն ամեն ինչ որ դուք ասացիք, տուրիզմը վատանալու եւ գումար չի գա Հայաստան, այսինքն եթե այստեղ բարձրանան հակառուսական տրամադրությունները, իհարկե ռուսները այդքան իրենց կոմֆորտի մեջ չեն զգա Հայաստան գալուց եւ եւս հիշելով Վրաստանի օրինակը կարող եմ ասել, որ 2008 թվականից երբ որ հարաբերությունները վատացան պատերազմի պատճառով, ասենց կտրվեց ուղղակի ռուսական զբոսաշրջության ալիքը դեպի Վրաստան, որոնք շատ էին գնում Վրաստան ռուսները։ Ու Վրաստանն էլ մտցեց իր կողմից վիզա ռուսների դիմաց, ընդհանրապես կտրվեց, որովհետև մարդիկ չեն ցանկանում վիզա գնան ստանան, որպեսզի գնան Վրաստան հանգստանալու, հա։ Եվ Հայաստանի առավելություններից մեկը այսօր հենց այնա, որ մենք առանց վիզայի ենք եւ նույնիսկ ներքին անձնագրերով, հա, կարողանում են մարդիկ գան հանգստանալու եւ դրանից մենք շատ շահեկան վիճակում ենք։ Բայց նույն Վրաստանը հետո դեռ Սաակաշվիլին նախագահ էր, ստիպված էր, օրինակ իր կողմից վիզաները չեղարկել, ասել լավ, միակողմանի մենք չեղարկում ենք Ռուսաստանի քաղաքացիների համար, որտեղ այնպեսի ուժեղ հարված հասեց զբոսաշրջությանը, որ Վրաստանը լինելով շատ վատ հարաբերությունների մեջ, Սաակաշվիլին դեռ նախագահ լինելով որոշում կայացրեցին, որ պետքա իրանք միակողմանի վիզաները չեղարկեն, ռուսները դեռ պահանջում էին վիզա Ռուսաստան մտնելու համար, վրացիները արդեն վիզաները հանել էին, որովհետև իրանք հասկացան, որ այդ չեն ուզում կորցնեն տնտեսության այդ մասը։ Եվ նույնը հիմա, տեսեք, իրանք այդ ժամանակ, երբ որ սանկցիաները իրանց դեմ կիրառեցին գինին, իրանց բորժոմին եւ այլն, ամեն ինչը կորավ ռուսական շուկայից միանգամից, իրանք էլ էին սկզբից մեծ կներեք խոսում, որ մենք ոչինչ մենք կարտահանենք Եվրոպա, Ամերիկա եւ այլն, հետո հասկացան, որ ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան չեն սպասում իրենց ապրանքները եւ շատ արագ մի քանի տարվա մեջ իրանք վերադարձան հետ դեպի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման եւ հիմա հիանալի առևտուր են անում Ռուսաստանի հետ։ Դրա հետ միասին իրանք կարողացան նաև արևմուտքի հետ լավ հարաբերություններ պահպանել եւ նույն Վրաստանի քաղաքացիները կարողանում են գնան Եվրոպա առանց վիզայի եւ այլն։ Այսինքն այն ինչ որ մեզ հիմա ոնց ասում են ներկայացնում են, որ հնարավոր չի կոմպլիմենտար քաղաքականություն վարել, ես դրա հետ կտրականապես համաձայն չեմ։ Ուրիշ բան, որ որոշ ոլորտներում դու չես կարող լինես եւ այստեղ եւ այնտեղ։ Այդտեղ մենք պետք է կողմնորոշվենք։ Բայց հնարավորություն մնալով ԵԱՏՄ-ում նույն Եվրոպայի հետ բանակցել եւ համաձայնության գալ, օրինակ այդ բեզվիզի, հա, այսինքն առանց վիզայի ճանապարհորդությունների մասով, ես կարծում եմ, որ բոլոր այդ հնարավորությունները Հայաստանը ունի, եթե մենք հմուտ բանակցող ունենանք։ Եվ տեսեք, այսօրվանից որոշակի պտուղ բանջարեղենների մուտքը Ռուսաստան արգելվում է որոշակի նորմերին չհամապատասխանելու համար։ Փաշինյանը ասում է, որ իրենց համար, Հայաստանի համար բաց է գրեթե ամբողջ միջազգային շուկան, բայց դեռևս այսքան ժամանակ երևի լսած չենք լինի, որ եվրոպական X երկիրը ցանկություն է հայտնել Հայաստանից ինչ-որ ապրանքներ ներմուծել դեպի իր երկիր, որովհետև հստակ չափանիշներ կան, դուք էլ սկզբում ասացիք, որ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի շուկաները տարբեր չափանիշներով են։ Եվ հիմա այնպես է ստացվում, որ հայկական լոլիկը, ելակը, ջերմուկը եւ մի շարք այդպես ապրանքներ մնում են Հայաստանում, մյուս կողմից էլ լարսում են որոշակի խնդիրներ առաջացել, մարդիկ օրերով, շաբաթներով կանգնած են։ Այն ինչ պետք է աներ գոնե այս փուլում իշխանությունը, որ նման խնդիրների չբախվեր։ Իշխանությունը առնվազն գոնե պետք է հակառուսական քայլեր չաներ,
եւ չբերեր մայիսի սկզբում այստեղ անցկացնելու հակառուսական ֆորում, ներկայացնելով դա որպես եվրոպական բան, բայց փաստացի երբ որ գալիս է ԵԱՏՄ անդամ երկրի մայրաքաղաք, ՀԱՊԿ երկրի մայրաքաղաք, ՆԱՏՕ-ի ղեկավարը, որը այսօր փաստացի պատերազմում է Ռուսաստանի հետ, երբ որ գալիս է մի երկրի ղեկավար, որը անձնական թշնամին է քո ուրեմն ստրատեգիկ գործընկերոջ նախագահի եւ հերիք չի գալիս է դեռ ստեղից էլ սպառնում է որ հարվածները հասնելու Մոսկվային։ Տենց չի լինում, հասկանում եք։ Դու չես կարա բոլորին պիտակավորես KGB-ի շպիոն վիրավորական ձևով դա անելով, բոլորին, ինքը բոլոր իր օպոնենտները բոլորը KGB-ի շպիոնն են, բայց ինքը մոռանում է ով է նաև եղել KGB-ի աշխատակից երկար տարիների ընթացքում։ Ես չեմ կարծում որ Վլադիմիր Պուտինին շատ հաճելի է լսելը, նա որ Փաշինյանը իր օպոնենտներին վիրավորում է KGB-ի գործակալ կամ KGB-ի աշխատող լինելով, մարդը լինելով KGB-ի պոլկովնիկ նախկին, հա։ Դրա համար այ հասկանում եք, ախր դենց էլ եմ ասում, եթե մարդկային հարաբերությունների վրա բերես այդ ամեն ինչը, այնքան պարզ ամեն ինչ դառնում, այսինքն հնարավոր չի, չես կարա դու այդպես քեզ պահելով, հետո էլ կանգնես քո պիկապի վրա, ասես Վլադիմիր Պուտինը իմ ընկերն է։ Լավ էլ այդ կապիկությունը, այդ շուստրիությունը, ասենք դու ով ես, էլի կարող է քեզ թվում է, որ այնտեղ մարդիկ չեն հասկանում դու ինչ ես անում։ Մենք ենք արդեն հասկանում, իսկ այնտեղ վաղուց են հասկացել։ Դրա համար չէ, դա հնարավոր չի։ Դա հնարավոր չի։ Այդպիսի քաղաքականություն վարելով խուսափել նրանից ինչ որ տեղի ունենում, պարզապես հնարավոր չի։ Բոլոր խնդիրների հետ հանդերձ, այո, Ռուսաստանը ամենապուպուշ երկիրը չի աշխարհի։ Ամենապուպուշը չի։ Ռուսաստանը շատ բարդ երկիր է, շատ բարդ։ Ու շատ դաժան կարա լինի նաև։ Եվ նաև մեր հանդեպ կարա լինի դաժան եւ մնացած շատ մենք շատ ենք տեսել, հա, ինչ կարա Ռուսաստանը լինի եւ անի։ Բայց դու այսօր այլընտրանք չունես մեկ եւ երկրորդը Ռուսաստանի հետ ավելի լավ է լինել ընկեր, քան թշնամի։ Ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ինչպես նաև չինացիների եւ որևէ այլ գերտերության հետ, հատկապես որ դու այսքան պստալու երկիր ես եւ աշխարհի քարտեզի վրա ընդհանրապես շատ տենց թվով է նշվում, էլի, ոչ թե մեր անունն է գրած, որ տենց մեծ մասշտաբի քարտեզներ եք տեսնում։ Ուշադրություն դարձրեք, որ Արմենիա բառը չի տեղավորվում մեր երկրի վրա։ Թվով են նշում, ներքևը գրում են Արմենիա։ Դու չես կարող այդքան պստալու երկիր լինելով ու չունենալով ոչ բնական ռեսուրսներ, ոչ ինչ որ պոտենցիալ մեծ եւ այլն փորձես ոչ միայն մրցես, դու փորձես հակառակվես այդ գերտերություններին, դա ոչ մի լավ բանի չի բերում։